Դեպի ուր է փոխում վեկտորը Երևանը, Փաշինյանը ՀԱՊԿ-ին վերադարձը անիրատեսական է համարում, Մոսկովյան այցի արձագանքները։ Սուրբ Պատարագ Եռաբլուրում նրանց համար, ովքեր չլքեցին խրամատը, հերոսաբար ընկան առանց նահանջելու, այսօր լրանում է ապրիլյան քառորյա պատերազմի 10-րդ տարին։ Նոր վարկ Համաշխարհային բանկից, որ կծանրանա քաղաքացիների ուսերին, որտեղ է ծախսելու կառավարությունը $200 միլիոն։ Լսումներ խորհրդարանում իշխանություն եկեղեցի լարված հարաբերությունների վերաբերյալ հոգևորականները խորհրդարանի դահլիճ չեն գնացել։ Սեփական արևային կայանների էներգիան հնարավոր կլինի կուտակել լիցենզավորված կայաններում, կպահեստավորեն եւ կօգտագործեն ըստ անհրաժեշտության։ Լռություն, որ զգացողությունները վերածում է արվեստի գործերի, աշխարհն այսօր նշում է աուտիզմի իրազեկման միջազգային օրը։ Օնլայն տաքսիստները նույնպես կօգտվեն առողջության ապահովագրությունից, հունվարի 1-ից նրանք կներառվեն համակարգում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Երևանում Փաշինյանը այսօր պնդել է վերադարձը ՀԱՊԿ-ին իրատեսական չէ, ռուսական կողմից ուղիղ են ձևակերպում, Երևանը չի կարող միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Նախ Պուտինը Մոսկվայում բացեց գազի գների թանկացման թեման, փոխվարչապետ Օվերչուկն էլ այսօր խոսեց միլիարդավոր դոլարների կորուստների մասին, որ Հայաստանը ունեցել է նախորդ տարի, եւ փորձեց հասկացնել, թե էլ ինչ կորուստներ են սպասվում։ Ինչ փուլ են մտնում հայ-ռուսական հարաբերությունները, Նաիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Երևան-Մոսկվա վերջին տարիների գերլարված հարաբերություններից առաջացած մեծ փուչիկը Կրեմլում պայթեց։ Տանտիրոջ իրավունքով նախ Ռուսաստանի նախագահն է կողմերի ուշադրությունը սևեռում երկու երկրների միջև կնճռոտ հարցերի վրա։ Եվ ամենակարևոր հարցը՝ անվտանգություն, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիա։ Երբ դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում, կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս։ Սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ, որ հավանաբար դա իմաստ ուներ։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, եւ դուք հիշում եք, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Հայաստանը խնդիրներ ունի նաև ՀԱՊԿ-ի հետ։ Փաշինյանը հիշեցնում է, 2022-ին կար կոնկրետ իրավիճակ, եւ ըստ նրա ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին։ Բայց դրանք չգործակցվեցին եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով։ Մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Երևանում արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտնեց, թե ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանն անընդհատ հետ նայելու ռեժիմում պետք է չլինի։ Վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Եվրամիություն թե դաշնակցային հարաբերությունների շարունակություն Ռուսաստանի հետ։ Պուտինն ինքն էլ ասաց, դա Հայաստանի գործն է։ Սակայն Հայաստանն ըստ Պուտինի քայլ անելուց առաջ պետք է ծանրութ թեթև անի։ Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։ Կրկնում եմ, սա ձեր որոշումն է, ի վերջո ձեր թիմի, ձեր փորձագետների որոշումը, որտեղ եւ ում հետ ինչ հիմքի վրա աշխատել։ Մոսկովյան դոզայի չափն այստեղ չսահմանափակվեց։ Ըստ ռուսական կողմի, Թրամփի ուղի նախագծի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը։ Օվերչուկի ձևակերպմամբ Հայաստանը հայտարարել է, որ այդ նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի։ Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել Նախիջևան տանող երկաթուղու կառուցման վրա եւ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս պարզ։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա, ապա շրջափակման գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր։
Փոխվարչապետ Օվերչուկը Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չի տեսնում։ Նրա ձևակերպմամբ ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին քննարկումները հարցեր կառաջացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության հետ կապված։ Մեր շահագրգռվածությունն է ավելացնել առևտուրը Հայաստանի հետ, ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, բայց եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի ծառայում Հայաստանի շահերին, ապա փոխադարձության սկզբունքի հիման վրա արդարացի է հարցնել, եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել եւ գումար վաստակել Հայաստանում, ապա ինչու կարող են հայ ընկերություններն ու ձեռնարկատերերը գործել եւ գումար վաստակել Ռուսաստանում։ Փաշինյանն արդեն Երևանում արձագանքելով Օվերչուկին հայտնեց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Իդեպ Մոսկովյան այցից եւ ռուսական կողմի հետ հանդիպումներից հետո Փաշինյանի ռետորիկան կարծես թե մեղմացել է։ Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին, ինչպես կգնահատի մոսկովյան աշխատանքային այցը։ Այցը գնահատում եմ շատ հաջող։ Քաղաքագիտական ու փորձագիտական համայնքի գնահատականն այլ է։ Վերջ դրվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մերձեցմանը կամ լավացմանը։ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը հստակ էր. Goodbye Russia, welcome Europe։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 10 տարի առաջ այսօրը Լուսադեմի խաղաղանդորը խախտեց պատերազմի ձայնը, Բաքուն լայնածավալ հարձակում իրականացնել Արցախի ողջ սահմանով։ 4 օր շարունակ գործի էր դրված ծանր զրահատեխնիկան, հրետանին եւ ավիացիան, բլիցկրիգը չհաջողվեց եւ զգալի կորուստներ կրելով Ադրբեջանը պարտադրված դադարեցրեց պատերազմը։ Այսօր Սուրբ Պատարագ է մատուցվել Եռաբլուրում, ծաղիկներ են խոնարհվել նրանց շիրիմներին, ովքեր չլքեցին խրամատը, մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրերի արյունով ներկված հողը։ Քարոյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրծեր որդիս Երվանդ Հաջյանն է զոհվել։ Միքայել Հաջյանն ամենաթանկն է տվել ամենաթանկին, երկու որդիներն էլ ընկել են Արցախյան պատերազմներում։ 10-րդ ապրիլն է այստեղ է Եռաբլուրում զոհված որդու շիրիմի մոտ։ Արդեն 5 տարի զինվորական պանթեոն բարձրանում է նաև փոքր տղայի հիշատակը խնկարկելու։ 2016-ի ապրիլի 2-ի Լուսադեմին տարածվեց լուրը Արցախա-ադրբեջանական սահմանում հակառակորդը անցել է հարձակման, սկսվել է լայնամասշտաբ պատերազմ։ 94-ից հետո իհարկե զենքերը չէին լռել, բայց հատուկենտ դիրքային կրակոցներ էին լինում։ Արցախը բռնել էր նրանց կոկորդը։ 2 տասնամյակ համբերեցին եւ խաբկանք ունեցան, թե հարմար պահ է։ 2016-ի ապրիլի 2-րդ օրը հայկական հողում լույսը բացվում էր թնդացող հրանոթների ու պայթող արկերի հետ։ Քարորյան խախտում էր հրադադարը։ Այսօր ապրիլյան կռվի 10-րդ տարին է լրանում ադրբեջանական կողմը շփման գծի ամբողջ երկայնքով էր անցել լայնամասշտաբ ռազմական հարձակման, գործի դնելով ունեցած բոլոր զինատեսակները։ Հետո մարտերը թեժացան հարավային ու հյուսիս-արևելյան ուղություններում, Հադրութում եւ Մարտակերտում, ծանր օրեր էին եւ առաջնագծում եւ թիկունքում, բայց թշնամու դիմաց կանգնած հայ զինվորը ժպտում էր, կռվում, գիտակցում, որ խաղաղություն լինելու է միայն իր հաղթանակով, իր բասկի ուժով ու նաեւ երգով։ Թեհրանի բախտը բացվեց գինիլից։ Այս օրերն իրական քննություն էին մեր տղաների համար, ուժերը չափելու միայն մեկ պատկերավոր համեմատություն։ 12 տարում 2004-ից 2016 թվականներին Ադրբեջանը բանակի վրա ծախսել էր 25 միլիարդ դրամ, մեր դեպքում այս թիվը 6-7 անգամ պակաս էր, բայց դա չխանգարեց մեզ հաջողել Քարորյայում։ Փառքով անցանք ստուգատեսը։ Հայկական կողմը չնայած կորուստներին ճնշող առավելություն գրանցեց թշնամու նկատմամբ։ Հարձակումը հատկապես թեժ էր Թալիշի, Մարտակերտի, Մարտունու եւ Ակնայի ուղություններով։ Հայկական կողմը կարճ ժամանակահատվածում հակահարված տվեց, հետ վերցրեց մի շարք կորցրած դիրքեր։ Հակամարտության այդ շրջափուլում դիվանագիտական կռիվը ընթանում էր ռազմականին զուգահեռ։ Հայաստանը փաստերով էր խոսում միջազգային հանրության հետ, ապացուցում, որ Ադրբեջանն է ընտրել ագրեսիվ քաղաքականությունն այս հակամարտությունում։ Ազատ ու անկախ Արցախի երկնակամարը խաղաղվեց ապրիլի 5-ի կեսօրին։ Հայկական կողմը համաձայնեց մոսկովյան հանդիպման առաջարկին, եւ այս բանակցությունների մասին տեղեկություններ շրջանառվեցին նաեւ, թե հենց ագրեսորն է խնդրել, չդիմանալով հայկական ուժին, ռուսական միջամտություն հայցել։ Ավելի ուշ այս ռազմական գործողությունները 6-րդ սերնդի պատերազմ պետք է համարվեին։ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցավ ավելի քան 100 զոհ եւ կորցրեց մոտ 800 հեկտար տարածք, իսկ թշնամու մարդկային կորուստները հատեցին մի քանի 100-ի շեմը, այս թվում նաեւ հատուկ նշանակության ուժերի զինվորներ։
44 օրյայից նաև 2023-ի Արցախի կորստից հետո կարծես ստվեր է ընկել մեր պատմության այս դրվագի վրա, բայց մասնագետները համոզված են, Քարորյան մեր նորագույն պատմության այն էջն է, երբ հայ զինվորն իր հողի համար հերոսական կռիվ տվեց։ Սա զինվորի ու հրամանատարի միասնականության, հայրենիքի նկատմամբ անխախտ սիրո ու դա որպես բացարձակ արժեք ընկալելու մասին էր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վարչապետ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձել է Արցախի թեմային, լրագրողի դիտարկմանը, թե Արցախի հարցում Փաշինյանը տարբեր ժամանակներում հակասական վերաբերմունք է ունեցել, Նիկոլ Փաշինյանը պատկերավոր է արձագանքել ձեռքն առնելով Հայաստանի քարտեզը։ Նա նշել է, թե առաջնորդել է Հայաստանը թակարդից դուրս բերելու գործընթացը։ Տեսեք, այս ձեր ցույց տված քարտեզի վրա, այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Եվ այն ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Այն ինչ որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Նոր վարկ համաշխարհային բանկից, որ կծանրանա քաղաքացիների ուսերին, որտեղ է ծախսելու կառավարությունը $200 միլիոն։ Լսումներ խորհրդարանում իշխանություն եկեղեցի լարված հարաբերությունների վերաբերյալ հոգևորականները խորհրդարանի դահլիճ չեն գնացել։ Սեփական արևային կայանների էներգիան հնարավոր կլինի կուտակել լիցենզավորված կայաններում, կպահեստավորեն եւ կօգտագործեն ըստ անհրաժեշտության։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միացյալ Նահանգները կշարունակի հարվածել Իրանի թիրախներին առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում Թրամփն է հայտարարել ազգին ուղղված հեռուստաուղերձում վստահեցրել, որ Միացյալ Նահանգները շատ արագ կավարտի այդ աշխատանքը, քանի որ ամերիկացի զինվորականները հասել են Իրանում իրենց գրեթե բոլոր նպատակներին։ Թրամփն ասել է, թե պատրաստվում են չափազանց ուժեղ հարված հասցնել Իրանին եւ նրանց վերադարձնել քարեդար։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է սրվել, եթե Իրանի առաջնորդները բանակցությունների ընթացքում չհամաձայնեն Միացյալ Նահանգների պայմաններին։ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր դիրքորոշումը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունները համարել է տագնապալի ազդակ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով չի կարելի հիմնավորված համարել Թրամփի այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն օգնության չի եկել Իրանի դեմ ռազմական գործողություններում, ՆԱՏՕ-ին ուղղված որևէ դիմում չի եղել, հայտարարել է Կալասը։ Վերադառնանք Հայաստան, իշխանության եւ եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունների վերաբերյալ իրավաբաններից մասնագիտական գնահատական ստանալու եւ ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման նպատակով ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը լսումներ է հրավիրել։ Մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, սակայն ավագ 5 օրվա ծիսական արարողությունների անցկացման պատճառով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանից հոգևորականները խորհրդարանի դահլիճ չեն եկել։ Պետություն եկեղեցի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը իր վտանգավոր բնույթից բացի պետք է դիտարկել շատ ավելի լայն կոնտեքստում։ Ու այստեղ խնդիրը միայն իշխանության հրահրումների, հակապետական գործողությունների կամ թևայի առավել ևս հուզական կամ զգայուն դրսևորումների մասին չէ։ Սա առաջին հերթին այն մասին է, թե որտեղ է ավարտում պետության լիազորությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, թե արդյոք մեր երկրում իրավունքը գործում է որպես սահման, թե որպես գործիք։ Հեծի շուրջ զարգացումներին են այսօր անդրադարձել էլեկտրական ցանցերի ներկայացուցիչները, հիշեցնելով, որ վարչական դատարանում բողոքարկել էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով հեծին զրկում են բաշխիչ ցանցերի լիցենզիայից եւ որպես հիմնավորում որոշման մեջ 7 կետ են ներառել։ Փաստաբանը հայտնել է, որ դատարանը ուժի մեջ է թողել ընդամենը 3 կետ։ Նա տեղեկացրել է, թե պատրաստել էր կարճ համառոտագիր, որտեղ ներկայացրել է հեծին վերագրված իրավախախտումներն ու դատարանի արձանագրումները, դրանցից յուրաքանչյուրը
յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հետ ներկայացուցիչները պնդել են, թե անգամ դատարանի ֆիքսած իրավական հիմնավորումները ցույց են տվել, որ հեծի շուրջ ստեղծված պրոցեսը քաղաքական է։ Հիմնական փուլը հայ դատաքննությունը, որտեղ ապացույցների հետազոտում պետք է տեղի ունենա եւ ակնկալվում էր, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակասի այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր եւ ամեն անգամ ամեն հարցի քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեն, որ փաստաթուղթը որի հետ համադրենք եւ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում։ Էլեկտրաէներգիան այսուհետև հնարավոր է լինելու կուտակել լիցենզավորված կայաններում կառավարության որոշմամբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորման շնորհիվ անձը կկարողանա սեփական արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան պահեստավորել կուտակիչներում։ Չեն լիցենզավորվելու մինչև 1 մեգավատ կամ 1-ից ավելիի դեպքում սեփական կարիքների համար օգտագործելիք էլեկտրաէներգիայի պահեստավորումը։ Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիայի տարածման շնորհիվ կլուծվի վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ համակարգում արևային կայանների տեղադրման հետևանքով առաջացած խնդիրը, այսինքն արևայինների ավելցուկային էլեկտրաէներգիան հնարավոր կլինի պահեստավորել կուտակիչներում եւ օգտագործել ըստ անհրաժեշտության։ Հիմնական խնդիրը էլեկտրաէներգիայի, այսինքն արևայինների մասով ինչն է, դրա գրաֆիկը հաստատուն չի։ Այսինքն ինքը արտադրվում է խիստ սեզոնային ամիսներին, օրվա որոշակի ժամերին։ Մենք դա բերում ենք հաստատուն գրաֆիկ։ Այսինքն կուտակիչ կանը մեզ հնարավորություն է։ Արև կա, հոսանք կա, արև չկա, հոսանք չկա։ Հիմա պետք է անցանել, որ երբ որ արև կա, հոսանք համ օգտագործվի, համ լիցքավորվի։ 15 կիլովատ հզորությամբ կուտակիչ կայանը կամ արևային կայանի արտադրած էներգիան բավարար է մի նորմալ առանձնատան, որը իր այդ թվում նաև ջեռուցման կարիքները ձմեռվա ամիսներին եւ ամռան ամիսներին սառեցման կարիքները հոգում է էլեկտրաէներգիայի միջոցով ոչ թե գազի։ Հայաստանի պետական պարտքը տարեստարի ավելանում է, ծանրանում քաղաքացիների ուսերին, շուտով այն կհատի 15 միլիարդ դոլարի սահմանը։ Պետությունը մոտ 300 միլիոն դոլարի նոր վարկեր է վերցրել բիզնես միջավայրում ներդրումներ անելու համար։ Որտեղ եւ ինչպես են դրանք ծախսվելու եւ ամենակարևորը ինչ արդյունք են գեներացնելու։ Արմեն Աթալյանի ռեպորտաժը։ Հայաստանը համաշխարհային բանկից ստանալու է 200 միլիոն դոլար վարկ։ Եվս 93 միլիոն դոլար Հայաստանին փոխանցելու է OPEC հիմնադրամը։ Այս 293 միլիոնի շնորհիվ ենթադրվում է, որ Հայաստանի տնտեսությունը դառնալու է ավելի մրցունակ, ավելանալու են երկրում կատարվող ներդրումները, բարելավվելու է բիզնես միջավայրը, արագանալու են մաքսային գործընթացները, զարգանալու է թվային տնտեսությունը։ Վարկի տրամադրման տողում նշված են բազմաթիվ նման առաջադեմ նպատակներ, բայց 293 միլիոն դոլարը բավականին կլորիկ թիվ է զուտ բարեփոխումների համար։ Խնդիրն այն է, որ այս վարկի շնորհիվ մեր պետական պարտքը շուտով կգերազանցի 15 միլիարդ դոլարը։ Պարտքերից բոլորը օգտվում են, եւ տրամադրող կողմի պաշտոնյաները, ու այս կամ այն ձևաչափով, օրինակ տրամադրում են, հետո դասընթացներն իրանք են կազմակերպում, դու փող ես փոխանցում հետ իրանց։ Գալիս են, ենթադրենք, բիզնես կարողությունների կամ բիզնես մտածելակերպի զարգացման դասընթաց են տալիս, որը որ այդպես տարբեր գրականություններից կարելի է կարդալ կամ գործի մեջ մտնել ու սովորել, այսինքն շատ հաճախ նաեւ օգուտ չեն տալիս, հակառակը վնաս են տալիս։ Դասընթացներով, սեմինար, փորձագիտական աշխատանքով շուրջ 300 միլիոն դոլար դժվար թե հնարավոր լինի ծախսել։ Ենթադրվում է, որ այս գումարով ինչ որ ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն, որպեսզի բիզնես պրոցեսներն արագանան, պարզեցվեն։ Հակառակ դեպքում սա չափազանց շռայլ ծախս է միայն ընթացակարգերի բարելավման համար։ Ենթակառուցվածքների համար պետությունների եւ միջազգային կազմակերպությունները տալիս են բացառապես վարկ կամ գրանտ այն դեպքում, երբ որ իրանց դա անհրաժեշտ է։ Այլ ենթակառուցվածքների զարգացման համար երբևէ չեն տրամադրել ու չեն տրամադրում։ Ինչու չեն տրամադրում, որովհետեւ եթե ենթակառուցվածքների համար քեզ վարկ տրամադրեցին, վարկով դու կարողացար ենթակառուցվածք ստեղծես, տնտեսությունը զարգացնես, հետեւաբար իրանց հետ կարողանալու ես խոսես հավասարի։ Դրա համար իրանք երբեք դա թույլ չեն տալիս։ Ինչը կարող է բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը կամ խթանել ներդրումները։ Սա հասկանալու համար բավական է լսել հենց բիզնես ճամբարի ներկայացուցիչներին։ Իսկ նրանք որպես կանոն բողոքում են խիստ վարչարարությունից եւ աստիճանաբար բարձրացող հարկերից։ Տարեցտարի նաեւ ավելանում է բյուրոկրատիան եւ չկա օգնական ձեռքը, որը կառաջնորդի բիզնեսին փոփոխվող միջավայրում։ Ստանդարտներ ենք դնում եվրոպական, արևմտյան, ասենք նույն վերցրեք օրինակ հանրային սնունդը, բայց ասենք այդ ստանդարտները դնելուց հետո չենք գնում ՓՄԶ-ի ձեռքը բռնենք, ասենք արի տեսնենք հենց ոնց է այդ ստանդարտները դնում։ Որ գնան սկսեն ստուգել մարզային եւ այլն, այդ սկսած կներեք այդ արագ սննդի կետերից եւ այլն, համարը բոլորը փակման ենթակա են։ Ինչու ենք խոսում ներսի ներդրողից եւ ՓՄԶ-ից, քանի որ տնտեսության մեջ ներդրումների առյուծի բաժինը հենց նրանցն է։ Հայաստանի բանկերում տարբեր հաշվարկներով մոտ 10 միլիարդ դոլար ավանդներ կան։
կան։ Պետությունը առաջին հերթին պետք է իր քաղաքացուն համոզի հանել փողերը բանկերից եւ ներդրում կատարել տնտեսության իրական հատվածում։ Առաջի հարցը, որ միշտ հիմա էլ զգացվում է ՓՄԶ-ների մոտ, գումարի զանգվածի կամ էժան փողերի պակասությունն է։ Այսինքն իրանք ներդրում անելու կամ ավելի զարգանալու հնարավորություն պրակտիկորեն չունեն։ Այսինքն դուք ինքներդ եք գիտեք, այսօր վարկային պրոդուկտները բանկերի շատ թանկ են, 15%, 17%։ Համաշխարհային բանկի տրամադրած մեծ վարկի մի մասը հավանաբար հենց արտոնյալ վարկերի տեսքով կբաշխվի բիզնեսին եւ մատչելի վարկերով ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրը գուցե այդպիսով լուծվի։ Հայաստանը այժմ վարկերի սպասարկման համար ամեն տարի տրամադրում է նույնքան փող, որքան ասենք պաշտպանության ոլորտին։ Սա նշանակում է, որ նոր վարկերի ներգրավման դեպքում կառավարությունը պետք է կարողանա տալ հստակ պատասխաններ։ Այս վարկի շնորհիվ երբ եւ ինչ ծավալի արդյունք է ստանալու պետությունը։ Դա պետք է արվի առանց ոչինչ չասող գեղեցիկ թրենդային բառերի՝ թվային, կանաչ, մրցունակ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Երեխային մանկապարտեզ դպրոց ապա տուն ուղեկցելու համար աշխատող մարդիկ ծնողական ժամ կունենան։ Աշխատանքային օրենսգրքում նոր փոփոխություններն են ենթադրում։ Գործատուն աշխատանքից ուշացման համար կարգապահական տուժեր էլ չի կարողանա կիրառել։ Իսկ ինչպես անել, որ այս փոփոխությունը իրավունքի չարաշահման պատճառ չդառնա։ Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հարցը մնում է աշխատաշուկայի հիմնական խնդիրներից մեկը։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով գործադիրը առաջարկում է ապահովել աշխատողների աշխատանքի եւ ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը։ Նախատեսվում է խնամքին մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատողների համար սահմանել ծնողական ժամ եզրույթը երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։ Օրենսդրորեն նաեւ ամրագրվելու է ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը։ Ծնողական ժամը տրամադրվում է առաջին մինչև 2 երեխա ունեցող ծնողին, խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին օրական առավելագույնը 30 րոպե, երկրորդ 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողին, խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին օրական առավելագույնը 1 ժամ, երրորդ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Փոփոխությունների մեջ նշվում է, որ ներկայումս նման կարգավորումներ չկան եւ աշխատող ծնողները հաճախ ստիպված են լինում ուշանալ աշխատանքից կամ բախվել կարգապահական խնդիրներին։ Նախագիծը ըստ հիմնավորման կարող է նվազեցնել այդպիսի դեպքերը եւ նպաստել ընտանիքի եւ աշխատանքի միջև հավասարակշռության ապահովմանը։ Մասնագետները այստեղ ուշադրություն են հրավիրում հնարավոր ռիսկերի վրա։ Նրանց կարծիքով կգտնվեն ծնողներ, որոնք չարաշահեն այդ իրավունքը։ Կարող են լինել դեպքեր, երբ աշխատողը համապատասխան դիմումը ներկայացնի, օգտվի ժամային արտոնությունից, մինչդեռ փաստացի երեխային դպրոց է տանում օրինակ տատիկը կամ պապիկը, ռեսուրսներ չկան եւ իրավունք էլ մեծ հաշվով չկա հետևելու անձանց տեղաշարժին։ Մի կողմից սա կարող է որոշ աշխատողներին այսպես օգուտ բերել, զուգահեռաբար սա իրավունքի չարաշահման հարթակ է հանդիսանալու ոչ բարեխիղճ աշխատողների համար։ Մասնագետները կարևորում են, որ թե մասնավոր, թե պետական հաստատությունները պետք է հավասարապես բաշխեն աշխատանքները, որպեսզի ամբողջ ծանրաբեռնվածությունը չընկնի երեխա չունեցող աշխատողի վրա, որն էլ բացասական հետևանքների կբերի։ Ասում են, խնդիրներ կան հատկապես այն դեպքերում, երբ գործատուները երիտասարդ տղաների պարագայում մտածում են, որ նրանք կզորակոչվեն բանակ, իսկ աղջիկները կգնան դեկրետային արձակուրդի, եւ ահա այդ պատճառով էլ աշխատանքի չեն ընդունում երիտասարդներին։ Այն դեպքում, երբ որ կա հայեցողական ընտրություն, աշխատանքային պայմանագիր կնքելու թե ոչ, այս դեպքում գործատուն ի թիվս այլ չափարիչների միգուցե նաև բացասական իմաստով հաշվի առնի արդյոք տվյալ աշխատողը ունի երեխաներ եւ օգտվելու է որոշակի արտոնությունների ժամային, թե ոչ, ու բնականաբար ի վնաս աշխատել ցանկացող անձի մեկնաբանվի իր երեխա ունենալը։ Շատ դեպքերում օրենսդիրը ու գործադիրը հենվելով միջազգային փորձի վրա նույն կարգերը ներդնում են Հայաստանում, այնինչ մասնագետները նկատում են, որ դրանց կիրառումը իրականում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հաշվի կառնեն երկրի մշակութային առանձնահատկությունները ու մենթալիտետը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կենտրոնական բանկն արձանագրում է թվային խարդախության աճ, հատկապես WhatsApp-ում տվյալների կոտրման դեպքեր։ Օտարերկրյա զանգերով խաբեությունները չեն աճել, հիմնական վտանգը մեսենջերներն են։ Պատճառներն են թվային բանկինգի զարգացումը եւ նոր խարդախ սխեմաները։ Հուլիսի 1-ից ներդրվում է հաշիվների պարտադիր արգելափակման գործիք հավելվածներում, կայքերում եւ մասնաճյուղերում, նպատակը բարձրացնել պաշտպանվածությունը հատկապես տարեցների համար։ Ապա արգելափակումը հնարավոր է նույնականացումից հետո կենտրոնական բանկը հորդորում է չփոխանցել անձնական ֆինանսական տվյալները։
Խարդախության դեպքերի ընդհանուր դինամիկան պայմանավորված է ոչ թե առանձին սխեմաներով, այլ մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ թվային բանկային ծառայությունների ընդլայնումը եւ խաբեության նորանոր ձևերի առաջացումը։ Հաշվի ապա արգելափակման գործընթացը հնարավոր կլինի հաճախորդի պատշաճ նույնականացումից հետո, այդ թվում այն դեպքում, երբ արգելափակումը նախաձեռնել են չարագործները, օրինակ շանտաժի նպատակով։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Լռություն, որ զգացողությունները վերածում է արվեստի գործերի, աշխարհն այսօր նշում է աուտիզմի իրազեկման միջազգային օրը։ Օնլայն տաքսիստները նույնպես կօգտվեն առողջության ապահովագրությունից, հունվարի 1-ից նրանք կներառվեն համակարգին։ Մեկյու աշխարհ կայուն երկինք ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Աուտիզմը դատավճիռ չէ եւ ոչ էլ սահմանափակում, այլ զարգացման առանձնահատկություն, աշխարհը յուրովի ընկալելու ձև։ Զգացողությունները, որ չեն կարող արտահայտել խոսքով, նրանք կարող են վերածել արվեստի գործերի։ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը եւս մեկ անգամ հիշեցում է այն մասին, որ պետք է սովորել, աջակցել եւ հնարավորություն տալ աուտիզմով մարդկանց բացահայտելու տաղանդը։ 22-ամյա Էդվինը իր արվեստով արդեն 8-րդ անգամ է ներկայանում հանրությանը։ Նրա ստեղծած կավե եւ կերամիկական աշխատանքները, կտավները ոչ միայն գեղեցիկ են, այլև խոսուն։ Յուրաքանչյուր բաժակ, յուրաքանչյուր քանդակ, նկար, պատմություն ունի, ծնված նրա ներաշխարից։ Ես նկարել եմ։ Ես սիրում եմ բնություն, գյուղ, ջաշուշան։ Նկարել շատ եմ սիրում։ Դու ինչ ես դառնալու։ Տաղանդավոր նկարիչ։ Էդվինը սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, որտեղ նրա տաղանդը ավելի է բացահայտվել։ Չնայած աուտիզմին, նա կարողացել է իր զգացողությունները վերածել արվեստի, ապացուցելով, որ սահմանափակումները երբեմն պարզապես պայմանական են։ Մայրը Տիկի Նևելինան պատմում է, Էդվինը դեռ շատ փոքր հասակից դիտում էր սիրելի մուլտֆիլմերը ու տետրերի հետևում նկարում գրեթե բոլոր սիրելի կերպարներին։ Դեռ շատ փոքր էր, 12 տարեկան, մենք արեցինք ցուցահանդես, այո, այն ժամանակ հասարակությունը շատ քչերն էին, որ հասկանում էին, չէին ընդունում բնականաբար, եւ այդ ցուցահանդեսի շնորհիվ եղավ մի մայրիկ, որը իր երեխային մանկատանից հետ վերցրեց։ Դա իմ կյանքի համար շատ կարևոր մի պահ է, որ ինձ մայրը մոտեցավ, ասեց իմ երեխան էլ կարա քոնի նման լինի, ասի չէ, քո երեխան կարա իմից լավը լինի։ Այս ցուցահանդեսում նրա ձեռագործ աշխատանքներն են՝ կավից ու կերամիկայից պատրաստված բաժակներ, դեկորատիվ իրեր եւ արվեստի նուրբ նմուշներ, որոնք գրավում են իրենց անկեղծությամբ եւ յուրահատուկ ոճով։ Էդվինի արվեստը խոսում է առանց բառերի։ Ծնողը, երբ որ բախվում է այդ դժվար խնդրին, դա իսկապես ամենածանր դիագնոզներից մեկն է։ Այսօր աշխարհը նշում է աուտիզմի իրազեկման միջազգային օրը։ Հայաստանում յուրաքանչյուր 30 երեխայից մեկը աուտիզմի սպեկտրի վրա է։ Այսօրը կոչված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եւ խթանելու ներառականությունը։ Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ հիշեցնում է, տարբեր լինելը չի նշանակում սահմանափակ լինել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Լուրջ թերապիա եւ նեղ մասնագետների ամենօրյա տեխնաջան աշխատանք է անհրաժեշտ աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին արդյունքներ գրանցելու համար։ Ծնողներին այս հարցում միայնակ չի թողել Արտիսիմոն։ Կրթամշակութային կենտրոնը իր մասնաճյուղն ունի Վայոց ձորում։ Արտիսիմոյի կողքին հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Վիվան է։ Հնարավոր խնդիրների վաղ բացահայտումը կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների համար։ Թեման արդիական է հատկապես մարզերում, որտեղ չկան մասնագիտացված կենտրոններ կամ եղած ռեսուրսները բավարար չեն համակարգված եւ լիարժեք աջակցություն ստանալու համար։ Հարցի կարևորությունը գիտակցելով Վիվան եւ Արտիսիմոն որոշել են ընդլայնել համագործակցությունը եւ օգտակար լինել նաեւ Վայոց ձորի մարզի շահառուներին։ Այստեղ աշխատում են նաեւ ծնողի հետ։ Դա շատ կարևոր է ծնողի համար, որովհետև կենտրոնայցելով ցանկացած ծնող խոցելի է։ Իսկ այստեղ մեզ սովորացնում են լինել ավելի ուժեղ։ Վայոց ձորում 20 գյուղ եւ 1 քաղաք սպասարկող այս կենտրոնում տարեկան կտրվածքով մշտական աջակցություն է ստացել 150 երեխա։ Փոփոխությունը տեսանելի է շատ, որովհետև մինչև վերջերս ինքը չէր կարողանում օրինակ մկրատը օգտագործել, երկու ձեռքով էր բռնում, փորձում էր բացել, կտրել։ Իսկ հիմա ինքնուրույն ինքը իր մազերը կտրում։
ու իր մանր մոտորիկան է զարգանում, ինքը փոքրիկ բաները կարողանում է բռնել գրիչը, ճիշտ բռնել, ճիշտ օգտագործել։ Թվում է թե սրանք հասարակ բաներ են, բոլորի մոտ ստացվում է, բայց իրանց մոտ դժվարությամբ է շատ ստացվում ու ամեն մի փոփոխությունից մենք շատ ուրախանում ենք, որ ինքը այդ բանը արդեն կարողանում անել։ Viva-ի աջակցությամբ այսուհետև կենտրոնի մասնագիտական թիմը կարող է լիարժեք սպասարկել արդեն իսկ գրանցված 200 երեխայի եւ նրանց ծնողներին։ Անհրաժեշտ թերապիաները կլինեն երկարաժամկետ եւ հետեւողական։ Հեռավորության, ֆինանսական միջոցների սղության եւ այլ հանգամանքներից ելնելով անհրաժեշտ թերապիաներին մասնակցելու համար մայրաքաղաք մեկնել հաճախ դառնում է դժվար կամ անհնար։ Մենք պատրաստ ենք աջակցել, քանի որ մարզերում նման կենտրոնների առկայությունը եւ մասնագետների նվիրումը շատ հարցեր կլուծեն։ Եղեգնաձորի ոսկեփորիկն իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս փուլում ուշադրության կենտրոնում աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաներն են։ Մասնագետներն արձանագրում են, որ 5 տարվա հետևողական ջանքերի շնորհիվ երբեմն հաջողվել է հասնել անհավանական արդյունքի։ Ամենակարևոր հաջողությունը, ինչին մենք հասել ենք Եղեգնաձորում, դա ծնողների շատ կուռ համայնքի ստեղծումն ու ներգրավվածությունն է աշխատանքի մեջ։ Կան նպատակ դեռ այլ մարզեր գնալու, այդ ամբիցիոզ, բայց շատ առողջ նպատակը ունենք։ 1 տարի առաջ Եղեգնաձորի ոսկեփորիկ կենտրոնում դրամահավաքի միջոցով սկսել են իրականացնել նաև ամբուլատոր սպասարկմանը ոչ հատուկ խորացված հետազոտություններ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այսօր ավագ շաբաթվա ավագ-հինգշաբթին է Հուդայի մատուցյան օրը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցիներում այսօր ոտնլվայի կարգ է մատուցվել եւ դեռ շարունակվում է խավարման կարգը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ապրիլի 1-ից Մեծամորի ատոմային էլեկտրակայանը 5 ամիս ժամկետով դադարեցրել է շահագործումը պլանային վերազինման համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ այս որոշումը ընդունել են շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում։ Նախարար Խուդատյանը հնարավոր է համարել, որ արևային կայանները 2026 թվականին կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան կարտադրեր ատոմակայանը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում հեղուկ վառելիքի շուկայում բենզինի եւ դիզվառելիքի գինը բարձրացել է։ Որքան հիմնավոր է վառելիքի գնի թանկացումը Հայաստանում։ Փաշինյանը հորդորել է հետևել համաշխարհային նավթամթերքի շուկայում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնելով, թե հայաստանյան նավթամթերքի շուկան էլ դրա մի մասն է։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանի համար լավ լուրն այն է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը վերացրել է մենաշնորհները, ինչն ըստ նրա լրացուցիչ գնագոյացում էր առաջացնում Հայաստանում։ Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Օնլայն տաքսի ծառայությունների վարորդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, դժգոհելով իրենց աշխատանքային պայմաններից։ Պահանջում էին գրանցել որպես աշխատող, քանի որ չեն կարողանում օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից եւ բանկերից էլ վարկեր չեն ստանում։ Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեկի ինստիտուտը, որը թոշակառուներին հնարավորություն կընձեռի պահպանելով իրենց սեփականության եւ բնակվելու իրավունքները, անշարժ գույքը հիփոթեկով հանձնել բանկին, դրա դիմաց ստանալ ամենամսյա վճարումներ։ Հետադարձ հիփոթեկի ինստիտուտը գործում է օրինակ ԱՄՆ-ում։ Տունը հանձնելով բանկին կպահպանվի քաղաքացու դրա նկատմամբ սեփականության իրավունքը։ Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում։ Կեսգիշերին մոտ Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Հարատի մարզի 31-ամյա եւ Արմավիրի մարզի 41-ամյա վարորդների Զիլ եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ֆորդի վարորդը տեղում մահացել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացած վարորդի ընկերներն ու հարազատները փորձել են ջարդել ու հրկիզել Զիլ ավտոմեքենան։ Պարեկները կարողացել են հանդարտեցնել կրքերը։ Մահացածը 3 երեխաների հայր էր։ 5 տարվա ընդմիջումից հետո Երևանի կենտրոնում վերաբացվել է Նաիրի կինոթատրոնը։ Այն տեխնիկապես արդիականացվել է, վերանորոգվել ու պատրաստ է ընդունել հանդիսատեսին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց տեղումների, արևոտ երկնքով, ջերմաստիճանը կբարձրանա ևս 3 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան,
Վայոց ձորի եւ Արաքածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 16-ից 19, Տավուշում 20-ից 23 աստիճան, Հարհրատում Արմավիրում կդիտվի 18-ից 21, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 21-ից 25, Սյունիքի նախալեռներում 16-ից 19 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 16-ից 19, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։